Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ը տիկնոջ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-ից 10 պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում են կառավարությունից։ Սա Հայաստանի անկախացումից ի վեր ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է մեր երկիր։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել ԱՄՆ պետքարտուղարներ Ջեյմս Բեյքերը եւ Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, սակայն Միացյալ Նահանգների փոխնախագահի մակարդակով սա առաջին այցն է։ Միաժամանակ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նախորդին հայտնել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը եւս Միացյալ Նահանգների փոխնախագահ JD Vance-ի հետ միասին այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան։ Պետդեպից նշվում է, որ նրա այցը Հայաստան եւ Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին եւ թրիփի առաջ խաղացմանը։ Պաշտոնական Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակում այն օրակարգը, որով Vance-ը այցելում է Հայաստան, այնուամենայնիվ ազդարարվում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում որոշ փակագծեր է բացել այցի հետ կապված։ Նա նախ նշել է, թե ինչ ուղերձ է իր մեջ պարունակում այս այցը։ Ըստ նրա, այցը համարվում է ուղերձ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանին, այլև ամբողջ Հարավային Կովկասին։ Այս ուղերձը կարծում եմ ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև ընդհանուր Հարավային Կովկասին։ Միացյալ Նահանգները պատասխանատու է իր ստանձնած հանձնառությունների համար, որպես վկա, օգոստոսի 8-ից հետո, իսկ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում մենք շարունակում ենք խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը պաշտոնական Վաշինգտոնի հետ եւ վստահաբար այս այցի ընթացքում կլինեն նոր զարգացումներ, որոնք ել ավելի կխորացնեն այս հարաբերությունները եւ թույլ կտան նոր ոլորտներ անգամ բացահայտել մեր համագործակցության։ Կարծում եմ, որ բավականին կարեւոր եւ ազդեցիկ այց ենք ունենալ։ Պարոն Կոստանյան, այսինքն այն գնահատականները թե տարածաշրջանում, թե մեր ներսում, որ Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանը էական չի, երկրորդական կարևոր չի, ռազմավարական չի, պատվիրակել են Թուրքիային եւ այլն, սա այն ուղերձն է, որ սա մեր համար ռազմավարական ուղղություն է։ Տեսեք, փաստերը այլ բանի մասին են խոսում։ Նման ծավալի ներգրավվածություն օգոստոսի 8-ից հետո ինչ Միացյալ Նահանգներն է ունեցել, խոսում է նրա մասին, որ շատ կարևոր են այս հարաբերությունները։ Ընդհանրապես մի քանի օրինակ թերևս եթե բերեմ, Հայաստանի Հանրապետություն այցերը, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա ընթացքում, տարվա երկրորդ կեսին, այս տարվա սկզբում, դրանց մեծ մասը տեղի ունենում շատդաունի պարագայում, երբ որ Միացյալ Նահանգներում չկար հաստատված բյուջե, իսկ այս դեպքում, երբ որ չկա հաստատված բյուջե, ապա միայն կարևորագույն այցերն են, որոնք արտոնվում են, որպեսզի տեղի ունենան Վաշինգտոնից դուրս, իսկ Հայաստանում այս ընթացքում բարձրաստիճան պատվիրակությունների պակաս Միացյալ Նահանգներից չի եղել եւ կարծում եմ տարվա ընթացքում էլ նոր բավականին կարևոր այցելություններ եւ հանդիպումներ կշարունակեն տեղի ունենալ։ Իսկ ընդհանուր առմամբ, երբ խոսում ենք այն մասին, որ պատվիրակված են, այսպես ասած, այդ հարաբերությունները այլ պետությունների, կարող եմ փաստել հակառակը, որ մենք շատ դինամիկ, ակտիվ երկկողմ շփումների մեջ ենք գտնվում մեր Միացյալ Նահանգների գործընկերների հետ եւ նախորդի հունվարի 13-ին տեղի ունեցած հանդիպումը արտաքին գործերի նախարարի եւ պետքարտուղարի եւ դրա արդյունքում ստորագրված նաև համատեղ հայտարարությունը, որով թրիփի նոր որոշակի մանրամասներ բարձրացան, դրանք էլ են խոսում նրա մասին, որ ունենք բավականին ակտիվ երկխոսություն։ Այնուհետև Կոստանյանը հավելել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է նախորդ տարվա օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մասնավորապես իր միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության ամրապնդման, առևտրի, ներդրումների ու տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։ Սա նախ եւ առաջ, ինչպես նշեցի, ցույց տալու համար եւ քաղաքական ազդակ հաղորդելու համար, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել իր միջնորդությամբ կամ իր վկայությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ նախկինում մինչեւ նախորդ հունվար մենք Միացյալ Նահանգների հետ ֆորմալ առումով չենք ունեցել ռազմավարական
բնույթի հարաբերություններ, որոնք այս պահին ունենք եւ որոնք ավելի են խորանում։ Հիմա այցի ընթացքում բավականին նոր հայտարարություններ էլ կհնչեն, որոնք ավելի կլայնացնեն հարաբերությունների շրջանակը։ Կոստանյանը նաև մասնավորեցրել է, թե կոնկրետ ինչ ոլորտներում դրական մեծ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հարցի արդյունքում։ Մենք այս այցի շրջանակներում մի քանի նոր ոլորտներ կան, որտեղ կարող ենք զարգացնել հարաբերությունները։ Դրանցից մեկը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունն է, որի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու։ Մեծ կարևորություն է տրվելու նաև այն պայմանավորվածություններին, որոնք օգոստոսի 8-ին էին ձեռք բերվել եւ հուշագրեր էին կնքվել էներգետիկայի, կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության գծով, այստեղ էլ կարծում եմ լավ նորություններ կունենանք եւ հայտարարություններ կհնչեն, ինչպես նաեւ նոր ոլորտներ են մատնանշվում համագործակցության թե անվտանգային եւ թե օրինակ հանքանյութերի կրիտիկական միներալների հետ կապված։ Այսօր երեկոյան տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։ Թրիփը 43 կիլոմետր երկաթուղի եւ ճանապարհային միջանցք է Հայաստանի տարածքով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ եւ կբացի նոր առևտրային ուղի կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Այս այցի ընթացքում քննարկվելու են կոնկրետ քայլեր, նախագծի իրականացման ընկերության ստեղծում, կառավարման ու վերահսկողության կանոններ, ֆինանսավորման աղբյուրներ, անվտանգության ռիսկերի գնահատում, շինարարության փուլեր, ժամկետներ ու պատասխանատվություն։ Սա կխթանի առևտրի, էներգետիկայի, լոգիստիկայի եւ թվային կապերի ամրապնդմանը տարածաշրջանում։ ԱՄՆ-ն տեսնում է սա որպես խաղաղության ու տնտեսական աճի գործիք։ Բացի այդ, քննարկվելու են նոր միջուկային կայանի կառուցման որոշումները, օգտագործվող տեխնոլոգիաներ, ֆինանսական անվտանգության ստանդարտներ, ժամկետներ ու տեղական մասնագետների պատրաստում։ Սա կապված է Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության ու համակարգերի կայունության հետ։ Քննարկվելու են կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության ոլորտներում հեռանկարները։ ԱՄՆ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչը կարող է ներառել ներդրումներ ու գործընկերություն Հայաստանի հետ տարածաշրջանային տնտեսական աճի համար։ Այցի ընթացքում սպասվում են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ հնարավոր նոր համաձայնագրերի ստորագրումներ։ ԱՄՆ-ն գծում է, որ սա կխորացնի ռազմավարական գործընկերությունը։ Նոր միջուկային կայանի ստեղծման որոշումը կապված է Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության ու համակարգի կայունության հետ։ Այս համագործակցությունը կենտրոնացած է խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման վրա եւ կապված է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման հետ, հատկապես Մեծամորի հին ատոմակայանի փոխարինման հետ։ Սա ԱՄՆ-ի ատոմային էներգիայի ակտի 123-րդ բաժնի շրջանակներում կնքվող երկկողմանի համաձայնագիր է, որը ստեղծում է իրավական հիմք խաղաղ միջուկային տեխնոլոգիաների, տվյալների եւ գիտելիքների փոխանակման համար։ Սա թույլ է տալիս Միացյալ Նահանգներին արտահանել միջուկային տեխնոլոգիաներ այլ երկրներ։ Հայաստանի դեպքում համաձայնագիրը նպատակ ունի դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները, նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից եւ անցում կատարել ցածր ածխածնային մրցունակ էներգետիկ տնտեսության։ Փոխնախագահ Վենսի այցը կարող է դառնալ այս համաձայնագրի ստորագրման առիթը, քանի որ Հայաստանը ակնարկում է Միացյալ Նահանգների հետ համագործակցության նախընտրության մասին։ Հայաստանը խոսում է մոդուլային միջուկային կայանի կառուցման իրավունքը Միացյալ Նահանգներին վերապահելու մասին։ Համաձայնագրի կնքումը կարող է տևել մի քանի ամիս կամ տարի, քանի որ պահանջում է Միացյալ Նահանգների կոնգրեսի հաստատումը։ Ինչու է անհրաժեշտ նոր միջուկային կայանի կառուցումը։ Հայաստանը պլանավորում է փոխարինել Մեծամորի հին ատոմակայանը նորով մինչև 36 թվականը, քանի որ հին կայանը հնացած է եւ չի համապատասխանում ժամանակակից անվտանգության չափորոշիչներին։ Այսպիսով նոր կայանը կապահովի էներգետիկ կայունություն ու կբավարարի ապագա պահանջարկը։ Հիմնական առաջարկը փոքր մոդուլային ռեակտորների կառուցումն է, որոնք ավելի անվտանգ են, ճկուն եւ արագ են կառուցվում։ Եվ այս համագործակցությունը
Համագործակցությունը կարող է ներառել ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը։ Միացյալ Նահանգները արդեն խոստացել է 145 միլիոն օգնություն Հայաստանին էներգետիկ նախագծերի համար, ինչը կարող է ընդլայնվել միջուկային ոլորտում։ Ֆինանսավորումը կարող է լինել պետական մասնավոր գործընկերության մոդելով կամ միջազգային վարկերով։ Համաձայնագիրը պահանջում է ամենաբարձր ստանդարտներ, ինչը ներառում է անվտանգության խիստ կանոններ, ռիսկերի գնահատում ու միջազգային վերահսկողություն։ Նոր կայանի կառուցումը պլանավորվում է մինչև 36 թվականը։ Բանակցությունները կարող են ավարտվել 26-ին, իսկ շինարարությունը սկսվի 27 թվականից հետո, կախված համաձայնագրի ստորագրումից։ Համագործակցությունը ներառում է գիտելիքների ու տեխնոլոգիաների փոխանակում, ինչը ենթադրում է տեղական մասնագետների վերապատրաստում Միացյալ Նահանգներում կամ Հայաստանում։ Սա կօգնի ստեղծել տեղական փորձաքննություն եւ ապահովել կայանի երկարաժամկետ շահագործումը։ Սա կխորացնի Հայաստանի էներգետիկ անկախությունը, կնվազեցնի ռուսական կախվածությունը եւ կինտեգրի տարածաշրջանային նախագծերին, ինչպես TRIP-ը։ Այն կապահովի կայուն էլեկտրաէներգիա, կխթանի տնտեսական աճը եւ կօգնի անցում կատարել կանաչ էներգիայի։ Օրերս Վենսը մասնակցել էր Critical Minerals Ministerial-ին, որտեղ քննարկել է քրիտիկական հանքանյութերի ու հազվագյուտ երկրային տարերի գլոբալ շուկայի վերափոխումը։ Միացյալ Նահանգները առաջարկում է ստեղծել առևտրային բլոկ դաշնակիցների միջև Չինաստանի գերիշխանությանը հակազդելու համար։ Հայաստանը նույնպես մասնակցել է այս կարևոր հանդիպմանը։ Վենսի այցի ընթացքում կարող է քննարկվել Հայաստանի դերը այդ բլոկում, ներառյալ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացում, ֆինանսավորում ու գների կայունացում։ Սա կապված է Միացյալ Նահանգների ռազմավարության հետ, ապահովելու արդյունաբերական հզորությունն ու տեխնոլոգիական անվտանգությունը։ ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը քրիտիկական հանքանյութերի ոլորտում ձևավորվում է գլոբալ մարտահրավերների համատեքստում, ինչպես Չինաստանի գերիշխանությանը հակազդելը եւ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը։ Այս համագործակցությունը կապված է Միացյալ Նահանգների ռազմավարության հետ, ապահովելու արդյունաբերական հզորություն ու տեխնոլոգիական անվտանգություն, հատկապես էլեկտրոնիկայի, վերականգնվող էներգիայի եւ պաշտպանության ոլորտներում։ Փոխնախագահ J.D. Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջ են քաշում գլոբալ շուկայի վերափոխման գաղափարը, ստեղծելով առևտրային բլոկ դաշնակիցների միջև։ Այս կարևոր հանդիպմանը Հայաստանը ներկայացել էր դեսպան Նարեկ Մկրտչյանի մակարդակով։ Այս մասնակցությունը ընդգծում է Հայաստանի պոտենցիալ դերը բլոկում որպես քրիտիկական հանքանյութերի մատակարար Կովկաս, Կենտրոնական Ասիա տարածաշրջանում։ Քննարկվել են Հայաստանի դերը մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման, ֆինանսավորման գների կայունացման մեջ, ինչը կապված է TRIP նախագծի հետ որպես առևտրային միջանցք։ Ինչ հանքանյութեր կարող է Հայաստանի Հանրապետությունը առաջարկել Միացյալ Նահանգներին, թերևս պղինձ եւ մոլիբդեն։ Հայաստանը արդյունահանում է մեծ քանակությամբ պղինձ եւ մոլիբդեն։ ԱՄՆ 25-ի քրիտիկական հանքանյութերի ցանկում ներառել է պղինձը որպես նոր հավելում։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը ակտիվորեն քարտեզագրում է նոր հանքավայրեր Հայաստանում, կենտրոնանալով որակի, չափի, արդյունահանման հնարավորությունների վրա։ Մասնակցությունը Միացյալ Նահանգների բլոկում կարող է բերել միլիարդավոր դոլարի ներդրումներ, ստեղծել հազարավոր աշխատատեղեր եւ բարձրացնել համախառն ներքին արդյունքը 1-ից 2%-ով, հատկապես նոր հանքերի զարգացմամբ մինչև 26-ից 27 թվականները։ Սա կխորացնի առևտրային կապերը, կդիվերսիֆիկացնի տնտեսությունը եւ կօգնի անցում կատարել կանաչ էներգիայի։ ԱՄՆ փոխնախագահի այցի կապակցությամբ նրան ուղղվել են բազմաթիվ նամակներ ու խնդրագրեր Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցով։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արտակ Բեգլարյանի հետ համատեղ պատրաստած նամակով ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն են հրավիրում ոչ միայն պատանդների խնդրին, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրի հարցին, որը մեր հանրությանը եւ անհայտ կորածների հարազատներին հուզող առանցքային հարց է։ Նամակում մասնավորապես նշված է. կայուն խաղաղություն չի կարող կառուցվել անհայտ ճակատագրերի հիմքի վրա։ Մենք խնդրում ենք, որ Միացյալ Նահանգների վարչակազմը ստանձնի առաջամարտիկի դեր հետևյալ հարցերում, ստեղծել չեզոք տվյալահեն մեխանիզմ մարտական գործողությունների եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ անհայտ կորածների գտնվելու վայրը պարզելու ու նրանց նույնականացնելու համար, ապահովել լիակատար թափանցիկություն եւ ադրբեջանական կողմի համագործակցությունն անձանց կամ նրանց աճյունների որոնման ու հայրենադարձման
Հարցում հստակ հանձնառություն ստանձնել, որ անհայտ կորածների ճակատագրերի հստակեցումը կդիտարկվի որպես անհրաժեշտ պայման տարածաշրջանային նախագծերի լիարժեք իրականացման համար։ Անհայտ կորածների հարցում հստակության անհրաժեշտությունը լրացնում է Բաքվում դեռևս բանտարկված 19 հայերի հրատապ խնդիրը։ Նրանց շարունակվող գերությունը, որն ուղեկցում է շինծ ու դատավարություններով եւ հենց այս ամսում կայացված ՑՄԱ դատավճիռներով մարդասիրական հստակ խոչընդոտը, որը պետք է հաղթահարվի։ Այս անձանց ազատության ապահովումը պարզագույն ու ամենաարդյունավետ քայլն է, որը Միացյալ Նահանգները կարող է իրականացնել ապացուցելու համար, որ խաղաղության այս գործընթացը խարսխված է արդարության, այլ ոչ թե լոկ հարմարվողականության վրա։ Սա հանրային վստահություն ձևավորելու ամենաուղիղ եւ կարճ ճանապարհն է, որպեսզի հայ ժողովուրդը հավատա խաղաղության օրակարգին։ Առանց այս հիմնարար մարդասիրական քայլերի տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը կզրկվեն երկարատև կայունության համար անհրաժեշտ հասարակական հիմքից։ Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իսկական կայունությունը կառուցվում է ուժի եւ հստակ բարոյական հանձնառությունների միջոցով, հատկապես երբ խոսքը վերաբերում է խոցելի բնակչության ու կրոնական ժառանգության պաշտպանությանը։ Ձեր ներկայությունը Հարավային Կովկասում հզոր ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջնորդել այս միջնորդությունը դեպի վերջնական, արդար ու արժանապատիվ խաղաղություն, նշված է նամակում։ Տեղի ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև։ Ջեյհուն Բայրամովը եւ Հական Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Նախորդ ամսվա վերջին Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ մի շարք այլ թեմաների հետ միասին կրկին քննարկել էին նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախարարները շուրջ 2 ժամ քննարկել էին Թրամփի ուղուն վերաբերող հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի դրույթները։ Հաստատուղթը հիշեցնենք ստորագրվել է Վաշինգթոնում հունվարի 13-ին։ Եվ այս պահին զրուցելու եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Պարոն Աթանեսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես, պարոն Աթանեսյան, այսօր Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսի գլխավորած պատվիրակությունը, ինչ սպասել այս հույժ կարևոր այցից եւ ինչ նոր մակարդակի վրա կբարձրանան հայ-ամերիկյան հարաբերությունները, ձեզ համեցեք։ Ինձ համար միանշանակ որևէ կանխատեսում անել այս պահին դժվար է։ Այցը տեղի կունենա, այցի մասին տեղեկություն կտարածվի ու արդեն հնարավոր կլինի դատողություն անել այդ այցի արդյունավետության մակարդակի, հետագա համագործակցության շրջանակի եւ համագործակցության պարամետրերի մասին։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Երևան, որից հետո նա պետք է այցելի նաև Բաքու, ինքնին կարևորագույն քաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություն է։ Պարոն Աթանեսյան, տեսեք, նշվում է, որ Վենսի այցի այսպես կարևոր նպատակներից մեկը Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է, որ նաև տեսակետ կա, որ մյուս ամիս երրորդ երկրների համար այն կբացվի։ Որքանով սա կարող է Միացյալ Նահանգների համար իսկապես կարևոր լինել։ Ես առաջին հերթին կուզենայի ընդգծել, որ Վենսի այցի կապակցությամբ ծայրահեղ չափազանցված լավատեսական եւ չափազանցված հորետեսական գնահատականների առատություն կա։ Դա ըստ այնքան էլ այս պահին եւ առհասարակ արդյունավետ մոտեցում չէ վերաբերվում, ասենք ամեն ինչ պայմանավորել Վենսի այցով կամ Դոնալդ Թրամփի կամեցողությամբ, սա ճիշտ չի, իմ կարծիքով, իմ գնահատմամբ, Վենսի այցի կամ ԱՄՆ Հայաստան հարաբերությունների
ենթատեքստում սպառնալիքներ տեսնել, միանշանակորեն սպառնալիքներ տեսնել, նույնպես արդարացի չէ։ Պետք է հետևել գործնական քայլերին, պետք է փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում կոնկրետ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս։ Օրինակ ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ շուրջ 1 տարվա լռությունից հետո փետրվարի 6-ին Միացյալ Նահանգների փոխնախագահը Իտալիայում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը հանդիպում է ունենում Վրաստանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ Վրաստանի։ Հայաստան եւ Ադրբեջան այցից առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահը հանդիպում է Վրաստանի նախագահին եւ արտաքին գործերի նախարարին, ինչը միանշանակ ազդակ է, որ Միացյալ Նահանգների համար Վրաստանի այսպես կոչված, այսպես ասած, մեկուսացվածությունը հարավային Կովկասում ձեռնտու չէ։ Այսինքն Միացյալ Նահանգները տարածաշրջանը դիտում է, գնահատում է որպես մեկ ամբողջություն, 3 պետություն, մեկ ամբողջություն, մեկ տարածաշրջան իր բոլոր չափորոշիչներով։ Այստեղ կարող ենք տնտեսական պոտենցիալ, կոմունիկացիոն հնարավորություններ, ավտանգային հնարավորություններ, Միացյալ Նահանգների համար դեպի Կենտրոնական Ասիա ելքի կամուրջ, փոխկապակցվածության մեխանիզմներում դերակատար հարավային Կովկասը։ Մենք վերցնում ենք առանձին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններով ոգևորվում ենք, նախ պետք է սպասել, թե այցից հետո ինչ փաստաթղթեր են ստորագրվել։ Սա ամենևին էլ քննադատություն չէ կամ ինչ որ սև հորետեսություն չէ։ Պրագմատիկ դատողություններ, գնահատականներ տալու համար պետք է մենք ունենանք առարկայական բազա, հիմք, իրավա պայմանագրային ինչ փաստաթղթեր են ստորագրելու ԱՄՆ փոխնախագահը Երևանում։ Ստորագրելու է, թե չի ստորագրելու։ Ինչ քննարկումներ է նա ունենալու Բաքվում։ Պետք է հետևել օրինակ ադրբեջանական դիսկուրսին։ Ադրբեջանը արդեն մի քանի ամիս է ակտիվ քարոզություն է տանում եւ լոբինգ է ձեռնարկել Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում, որպեսզի ազատության ակտի աջակցության 907-րդ ուղումը օրենսդրական կարգով չեղյալ հայտարարի։ Անցյալ տարի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահը միակողմանիորեն չեղարկել է այդ 907-րդ ուղումը 1 տարի ժամկետով։ Հիմա Ադրբեջանը աշխատում է որպեսզի այդ ուղումը օրենսդրական կարգով, որպես կոնգրեսը ընդունել է օրենք, նույն ձևով էլ օրենք ընդունի 907-րդ ուղումը չեղարկելու մասին, այսինքն Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները, եթե քննարկում է, որ պետք է բարձրանան ռազմավարական գործընկերության մակարդակի, այս կոնտեքստում Ադրբեջանը աշխատում է որպեսզի այդ ուղումը չեղյալ հայտարարի։ Հիմա ինչ է անում Հայաստանը, ինչ է անում հայկական լոբբին Վաշինգտոնում։ Ինչ կապ ունի 907-րդ ուղումը վերացնելու Ադրբեջանի ձգտումը Հայաստանի շրջափակումը մասամբ վերացնելու, մասամբ չեղարկելու Ալիևի քայլերի հետ։ Արդյոք դա ինստիտուցիոնալ քաղաքականություն է, որ Ադրբեջանը վարում է, թե սիտուատիվ։ Ասենք եթե 907-րդ ուղումը Միացյալ Նահանգները վերացնի, Ադրբեջանը կարող է փակել Հայաստանի երկաթուղային հաղորդակցություն, ասենք Ռուսաստանի կամ Ղազախստանից ծորեն դեմ ապրանքներ ներկրելու ճանապարհին։ Դրանք լուրջ հարցեր են, որ փորձագիտական մակարդակով, վերլուծաբանական մակարդակով պետք է քննարկվեն։ Հայաստանում որքան հետևում ես մամուլին, վերլուծություններին, մի թիմը տափուծնծղաներով գովերքում է հայ-ամերիկյան հարաբերությունը, մյուս թիմը դա համարում է սպառնալիք եւ փորձում է ինչ-որ հակակշիռների մեխանիզմ ստեղծել։ Այօրինակ այսօր Վենսի այցի ընդառաջ տեղեկություն է տարածվել, որ Թուրքիայի կոալիցիոն Էրդողանի կոալիցիոն դաշնակից Դևլետ Բախչելին հանդես եկել հայտարարությամբ Թուրքիան պետք է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ
երյակ դաշինք կնքի ի հակակշիռ Չարիքի առանցքի։ Ու Չարիքի առանցքն էլ Բաղջելին դիտարկում է ԱՄՆ-Իսրայել ռազմավարական համագործակցությունը Մերձավոր Արևելքում։ Մասա լուրջ քաղաքականություն է, թե ազդակ է, որ Թուրքիան կարող է նաև այսպիսի ընտրություն կատարել։ Այդ դուք հիշեցիք Ֆիդան Բայրամով հեռախոսազրույցը։ Օրինակ, ասենք, երկու հետաքրքրություն ներկայացնող ինչ հարցեր են քննարկել։ Բացի նրանից, ինչ որ օֆիցիալ հաղորդագրության մեջ ասված է հայ-ադրբեջանական գործընթաց, տարածաշրջանի հարցեր եւ այլն։ Թուրքիան այսօր ինչ դերակատար է այստեղ։ Վենսի այցին ընդառաջ փետրվարի 6-ին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ ընդունել է ծավալուն հայտարարություն, որտեղ Թուրքիան նշում է որպես Սև ծով, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա փոխկապակցված տարածաշրջանի գլխավոր դերակատար, գրեթե բառացի մեջբերում այդ փաստաթղթից։ Հիմա Եվրամիությունը Թուրքիայի հանդեպ այդ վերաբերմունքով, այդ մոտեցմամբ նպաստում է Միացյալ Նահանգներին, թե կարող է լինել Միացյալ Նահանգների մրցակից։ Դեվլետ Բաղջելին այդ հայտարարությունը անելով Միացյալ Նահանգների Էրդողանի կոալիցիոն գործընկերն է։ Խորհրդարանում մեծամասնություն ունի Էրդողանը շնորհիվ ազգայնական շարժում կուսակցության պատգամավորական խմբակցության։ Ինչու է այդ հայտարարությունը արվում Վենսի Հայաստան եւ Ադրբեջան այցի նախօրեին։ Կամ նույն օրը փետրվարի 9-ին է տարածվել այդ տեղեկությունը։ Ինչ հարաբերությունների մեջ են այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան։ Հա, մենք ասում ենք թուրք-ադրբեջանական տանդեմ, Հայաստանի դեմ թուրանական ծրագիր, չգիտեմ ինչ է։ Բայց որն է առարկայական քաղաքական գործընթացի տրամաբանությունը։ Ինչու Վենսի այցին ընդառաջ 1-2 օր առաջ Իրանի պաշտպանության նախարարը այցելեց Ադրբեջան։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ըստ տրամաբանության Վենսի այցին ընդառաջ Ալիևը չպետք է ցույց տար, որ Իրանի հետ քննարկում է անվտանգային եւ ռազմական համագործակցության հարցեր, բայց դա տեղի ունեցավ։ Հիմա դա ինչ ազդակ է։ Որևէ հայ փորձագետ կարող է այդ հարցի պատասխանը տալ։ Ադրբեջանագետներ, որոնք ամբողջ օրը զբաղված են Իլհամ Ալիևի խոսույթի ռետրանսլյացիայով հայկական մեդիատիրություն։ Լրջագույն իրադարձություններ են տեղի ունենում, որ պետք է դիտարկել ընդհանուր փոխկապակցվածության մեջ։ Թե չէ տպավորություն է ստեղծում, ահա Վենսը կգա եւ Հայաստանի հայ ժողովրդի բոլոր հարցերը կլուծվեն եւ դրան էլ գումարվում է ինչ որ բաց նամակների մի շքերթ հասցեագրած Վենսին։ Անցյալ տարվա մայիսի 9-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում էր։ Ինչու որևէ մեկը հայ ռազմագերիների հարցով նրան խնդրագիր չներկայացրեց։ Անհայտ կորածների հարցով կամ ինչ կապ ունի ԱՄՆ փոխնախագահը Ստեփանակերտում բենզապահեստի պայթյունի հետ։ Բենզապահեստի պայթյունից հետո մոտ մեկ շաբաթ իշխանությունը եղել է Ստեփանակերտում։ Եվ փրկարավորողական աշխատանքներ պետք է կատարեին հենց տեղում, պարզեին, անհասկանալի, անհեթեթ հայտարարություններ։ Ինչ է նշանակում, եթե գերիների հարցը չլուծվի, ամերիկյան ծրագրերի հանրային վստահությունը կպակասի։ Ինչ է, սա ինչ է նշանակում։ Սա ինչ ուղերձ է։ Պարոն Աթանեսյան, այսինքն այդ նամակները մասնավորապես ուզում եմ նշել Արցախի, այսպես մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները, ուրեմն ճիշտ հասցեատիրոջը չէին ընտրել եւ եթե իսկապես կար անկեղծ մտահոգություն թե անհայտ կորածների թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես շինծու դատավարությունների ու դրանց ավարտի հետ կապված պիտի նախորդ տարի օրինակ Լավրովի այցի ժամանակ բարձրացվեին։ Ոչ միայն, եթե դա լինի ավանդույթային, ասենք Հայաստան այցելող բոլոր պաշտոնյաներին ներկայացվի նման միջնորդություն կամ խնդրանք կամ պահանջ, չգիտեմ ինչ ուզում եք ասեք, դա կդիտվի որպես տրամաբանական։ Ես չեմ ասում, թե գերիների կամ անհայտ կորածների ճակատագիրը չպետք է հուզի Հայաստանի իշխանություններին կամ Հայաստանի իշխանությունները չպետք է զբաղվեն դրանով։
Նայեք, մեկ-երկու շաբաթ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի բարձր անդունից հայտարարել է, որ Բաքվում պահվող 19 անձանց ճակատագիրը ամենօրյա քննարկման առարկա է գործընկերների եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այսօր Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին ընդառաջ նման հայտարարություն անել։ Սա ինչ է նշանակում։ Դա նշանակում է չհավատալ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հավաստիացումներին։ Մեկ, երկրորդ։ Միացյալ Նահանգների փոխնախագահին դնել անհարմար վիճակի մեջ։ Տեղեկատվական տիրույթում։ Ինչու՞, որովհետև մյուս կողմից Ադրբեջանի ընդդիմությունը, այսպես կոչված ընդդիմությունը, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության, այսպես աղբյուրները, նույն կերպ դիմում են Դենսին, բարձրացնելով ինչ հարց։ Ադրբեջանում քաղաքբանտարկյալների ազատության հարց։ Եվ պայմանավորում են այսպես։ Այդ հարցը հայերի հետ չպետք է խառնել։ Հստակ խոսույթ է ձևակերպվել Ադրբեջանում, որ Իլհամ Ալիևը իրենց բառերն են օգտագործում։ Ցեղասպանություն կատարած անձանց ազատություն է շնորհում հայերին, բայց Ալի Քերիմլիին եւ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների ենթարկում է կալանքի։ Հիմա այս խոսույթը ադրբեջանական վտարանդիության խոսույթը եւ հայաստանյան ընդդիմության խոսույթը։ Ասում են եւ Բաքվում ունեն քաղաքբանտարկյալներ եւ Երևանում ունեն քաղաքբանտարկյալներ։ Նույն հարթության վրա է։ Սա նպաստում է, որ Վենսը քննարկի եւ հայ պատանդների եւ ասենք ադրբեջանցի քաղաքբանտարկյալների հարցը։ Ես կարծում եմ չի նպաստում, որովհետեւ այդ ֆոնը անպայման տեղեկատվական ֆոնը ԱՄՆ փոխնախագահային կարծում եմ անպայման զեկուցում են եւ այդ իրավիճակում նա կարող ոչ այս հարցը քննարկել Ալիևի հետ, ոչ մյուս հարցը քննարկել։ Այսինքն ակամայից թե կամա կազմակերպված ստեղծում է այնպիսի տեղեկատվական ֆոն, որը բարդացնում է Միացյալ Նահանգների փոխնախագահի տարածաշրջանային այցը, Հայաստան եւ Ադրբեջան այցը։ Իսկ Հայաստան եւ Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի այցը այն կոնտեքստում, որ նա մինչ այդ Միլանում հանդիպել է Վրաստանի նախագահին եւ արտաքին գործերի նախարարին, դա արդեն աշխարհակաղակական կարևորության ուղևորություն է, որի արդյունքները կարող են մեր տարածաշրջանի համար բախտորոշ լինել։ Պարոն Աթանեսյան, ձեր գնահատմամբ հաշվի առնելով Իրանից եկող որոշակի անհանգիստ հայտարարություններին թրիփ նախագծի հետ կապված կամ Ռուսաստանի շահագրգռություններին ու հայտարարություններին առնվազն թրիփի ու այսպես ատոմակայանի հետ կապված ինչպիսի արձագանք կլինի այս դեպքում Վենսի այցին։ Եթե ձեր ասած այդ կարևոր պայմանագրերն ու հայտարարություններն էլ լինեն, ինչպիսի իրավիճակ կստեղծվի։ Այսինքն Ռուսաստանը պետք է Հարավային Կովկասին պատերազմ հայտարարի։ Ինչ է հնարավոր։ Հնարավոր տարբերակը այն է, որ Ռուսաստանը պետք է Հարավային Կովկասի երկրների հետ, մասնավորապես Հայաստանի հետ, հարաբերությունները կառուցի փոխշահավետ պրագմատիկ հիմքի վրա։ Ոչ ոք հայ-ռուսական, Հայաստան-Ռուսաստան արևտրատնտեսական, կոմունիկացիոն եւ այլ կարգի հարաբերություններ, ներառյալ նույնիսկ անվտանգային համակարգը դեմ չէ, բայց այդ հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ։ Այսինքն պետք է բխել եւ Հայաստանի շահից եւ Ռուսաստանի շահից։ Իսկ Ռուսաստանի այն մոտեցումը, որ Հարավային Կովկասը իր ետնաբակն է, թե ինչ է, իր դարը ապրել է։ Այդ մենթալիտետով հարաբերությունների կարգավորում, հարաբերությունների կառուցում չի ունենալու։ Մեկ, երկրորդ այստեղ մենք պետք է ուշադրություն դարձնենք ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Այդ թվացյալ արևելույթ հայտարարությունները, քարոզչական հնարքները, որ Բաքուն եւ Մոսկվան փոխադարձաբար կիրառում են,
Ես կարծում եմ չեն արտացոլում ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորքը։ Այդ հարաբերությունները բազմաթիվ հանգամանքներով միջնորդավորված են։ Այդ տեսեք Եվրամիությունը վերջերս պահանջ է ներկայացրել, որ իր սահմանին ադրբեջանական գազը ընդունելուց առաջ պետք է վստահ լինի, որ այդ գազը ռուսական չէ։ Սա լուրջ խնդիր է ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Լուրջ խնդիր է Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմին ադրբեջանական ընկերությունների մասնակցությունը։ Սումգայիթում գրանցված ընկերություն, որը զբաղվում է ռուսական նավթի արտահանմամբ։ Բիզնես է, թե բիզնես չէ։ Խոսքը միլիարդավոր դոլարների շրջանառության մասին է, տարեկան միլիարդավոր դոլարների շրջանառության մասին է, որից ոչ Ռուսաստանի տնտեսական նաև քաղաքական վերնախավը կարող է միանգամից հրաժարվել, ոչ Ադրբեջանը։ Մենք խնդիրը դարձյալ միակողմանի դիտարկում ենք որպես բացառապես հայ-ռուսական հարաբերություններ, չէ՞։ Ռուսաստանի համար էլ Հարավային Կովկասը նույն մեկ ամբողջությունն է, ինչ որ Միացյալ Նահանգների համար։ Եվ եթե Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Ուկրաինայի կարգավորման հարցում որևէ պայմանավորվածության հանգեն, բնականաբար այդ պայմանավորվածությունները տրանսֆորմացվելու են նաև Հարավային Կովկասի երկրների վրա։ Ինչ մակարդակի աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների կհասնեն, թե չեն հասնի, Ռուսաստանը վերջնականապես կնահանջի, թե կընտրի Դևլետ Բախչելիի ասած տարբերակը եւ ավելի կմերձենա Թուրքիայի հետ։ Թուրքիան կընդառաջի Ռուսաստանին, թե չի ընդառաջի։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը այս պահեդրությամբ ես կարծում եմ ոչ ոք չի կարող տալ։ Պարոն Աթանեսյան, ըստ էության Վենսի այցից հետո հնարավոր կլինի խոսել իդեպ ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան այցից հետո հնարավոր կլինի այսպես ամփոփել արդյունքները, թե առհասարակ այս բարձրաստիճան պաշտոնյայի երբևէ առաջին անգամ Հայաստան այցը ինչ փոխեց ուրեմն ընդհանրապես թրիփի եւ այլ հարաբերությունների խորացման համար հայ-ամերիկյան, դեռ որ վաղ է այսպես վերլուծել ու գնահատել, թե ինչ է տալիս հենց այս այցը ինքնին։ Տեսականորեն կարող ենք ասել ինչ է տալիս։ Գործնական, քաղաքական ռեժիմը գնահատելու համար իհարկե մենք պետք է սպասենք Վենսի Բաքու այցին եւ ավելին նրա Վաշինգտոն վերադարձին, որովհետեւ փոխնախագահը իր այցի արդյունքները զեկուցելու է, ներկայացնելու է նախագահին եւ ըստ այդմ նախագահ Թրամփը ներկայացնում եմ հանդես կգա հայտարարությամբ, այստեղ մի հետաքրքիր պահ կա, որի վրա ես կուզենայի ուշադրություն դարձնել։ Ըստ տեղեկությունների փետրվարի 19-ին Թրամփը գումարում է խաղաղության խորհրդաժողովի առաջին նիստը եւ հրավերներ է ուղարկում երկրներին, որոշ տեղեկություններով հետխորհրդային տարածքի երկրներից Ղազախստան, Ուզբեկստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը հրավեր ստացել են։ Հիմա Վենսի այցից հետո եթե Փաշինյանը եւ Ալիևը փետրվարի 19-ին մեկնեն Վաշինգտոն եւ ներկա գտնվեն Թրամփի այսպես ասած երկրորդ ՄԱԿ-ի խաղաղության խորհրդաժողովի նիստին, ապա արդեն կարող ենք արձանագրել, որ նախագահի այցը Երևան եւ Բաքու արդյունավետ է եղել։ Ու իհարկե հնարավոր է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Թրամփի հետ խորհրդաժողովին մասնակցեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սա նույնպես դրական ազդակ կլինի։ Եթե իհարկե տեղեկատվությունը, որ փետրվարի 19-ին այդ խորհրդաժողովը գումարվում է, իրականության համապատասխան, սա ամերիկյան աղբյուրներն են հայտնել, կարծեմ Axios-ն է գրել։ Այդ մասին եւ ընդ որում այդ օրերին սպասում են նաեւ Իսրայելի վարչապետի Վաշինգտոն այցը։ Ահա այս կոնտեքստում եթե զարգացումները Իրանի շուրջ դրական հունի մեջ լինեն, այսինքն ռազմական գործողությունները Իրանի դեմ չսկսեն, կարելի է լավատեսորեն գնահատել Միացյալ Նահանգների փոխնախագահի Երևան եւ Բաքու այցը։ Մեր ունեցած ինֆորմացիայով այնուամենայնիվ ասեմ, որ վարչապետ Փաշինյանն է մասնակցելու։
Եթե այդ ինֆորմացիան ստույգ է, ապա կարելի է միայն արձանագրել, որ նախատեսվում է, ենթադրվում է, որ ԱՄՆ փոխնախագահի Երևան եւ Բաքու այցը արդյունավետ է։ Շնորհակալ եմ, պարոն Աթանեսյան։ Խնդրեմ։ Զրուցում է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։